դատավորների դեմ ճնշումներ կլինեն, բարույթներ կլինեն, գուցե ձերբակալվեն, կալանավորվեն, սա ինչու է միայն ընկալում որպես քաղաքական հայտարարություն, գործում քայլել է։ Իմ ընկալումը սա է, ես ուրիշ ընկալում չունեմ։ Կարող է իմ ընկալումը ճիշտ չի, բայց իմ ընկալումը սա է։ Եվ Տիկին Հովսեփյան երեք կառավարության նիստին ասում էր գնացեք պարզեք լրագրողներին, դատավորներից ով ում փեսանա, ով ինչպես դարձավ դատավոր, ինչ արեց, եւ հիշում ենք, որ այսպես մամուլը գրել էր, հա դուք վճռաբեկ գնացիք Աննա Հակոբյանի հովանավորչության ներքո կարծես թե սա արդյոք է Փաշինյանի ասած դրամաբանության մեջ չի տեղավորվում։ Ես եթե չեմ սխալվում, մայիսի 5-ին այդ հարցը դուք եւ Քնար Մանուկյանը ինձ տվեցիք, ես պատասխանեցի, որ ես 30 տարվա դատավոր եմ, 27 տարի աշխատել եմ առաջին ատյանի դատարանում, որևէ մեկը այդքան շատ չի աշխատել առաջին ատյանի դատարանում, դրանից հետո գնացել է վճռաբեկ դատարան։ Իմ այդ ամբողջ ընթացքը եղել է թափանցիկ, դուք բոլորդ վկա եք եղել, կարծում եմ օբյեկտիվ է եղել եւ վճռաբեկ դատարանում ովքեր որ եղել են, ցույց տվեք այն անձին, որը շատ ավելի արժանավոր էր, քան ես։ Լավ, եւ Տիկին Հովսեփյան, մենք գիտենք, որ դու զոհվածի մայր ես, հա, եւ այս վերջինը զոհվածների նկարներ են ջնջում պատերից, ինչ էմոցիաներ ձեր մոտ առաջացրեց, ինչպես ընդունեցիք դուք այդ իրողությունը։ Ես ամենայն հարգանքով ձեր նկատմամբ զոհված բառը չեմ սիրում եւ ուզում եմ, որ մենք տղաներին ասենք անմահացածները, անմահացածները, ասեմ ձեզ, հիշատակի տարբեր ձևեր կան, իմ տղայի նկարը երբեք չի եղել, դա հետո ասեմ ձեզ, ինքը մի քիչ դժվար հարց եք տալիս, հուսական հարց է, շատ այսպես շեշտավոր հարց է եւ կարծում եմ, որ ինչ պատասխան էլ կամ կարող է միգուցե որոշ մարդկանց իմ պատասխանը դուր չգա, առավել ևս, որ խոցելի խմբի մարդկանց մասին է խոսքը, դրա համար այս հարցին չեմ ուզում պատասխանել։ Տիկին Հովսեփյան, մի շարք փաստաբաններ, իրավաբաններ, ովքեր ուղիղ առնչություն ունեն հենց իրավական համակարգին ոլորտին, նշում են, որ հիմա Հայաստանում ընտրովի արդարադատություն է, դուք ինչպես կմեկնաբանեք դա։ Ես ձեզ ասեցի, որ ես 30 տարի իրականացրել եմ արդարադատություն, այդ անկախությունը պահպանել եմ։ Բոլոր բնագավառներում էլ կան մարդիկ, որոնք հեռացել են իրենց աշխատանքում։ Հիմա դատական համակարգը բացառություն չի կրում։ Եթե կան անձինք, որոնք ճիշտ չեն աշխատում, որոնք արդարադատություն չեն իրականացնում, ուրեմն դրանց նկատմամբ կիրառվեն համապատասխան որոշումներ։ Շնորհակալ եմ։ Ես ուրախ եմ։